Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եթերում է մեր պատմությունը հաղորդաշարը։ Այսօր մենք խոսելու ենք հայկական հարցի միջազգայնացմանը նախորդող գործընթացների մասին։ Այսինքն, ինչպես է ծագել հայկական հարցը, ինչ միջավայր է ունեցել եւ ինչպես է փաստորեն հասել այն կետին, որ պետք է այն դառնա միջազգային հարաբերությունների քննարկման հարց եւ վերափոխվի Արևմտյան Հայաստանի ազատագրումից հայկական բարենորոգումների խնդրի։ Այսինքն մենք այսօրվա հաղորդման մեջ խոսելու ենք մինչև Սան Ստեֆանոյի պայմանագիրն ընկած գործողությունների եւ գործընթացների մասին։ Իսկ մեկ այլ հաղորդմամբ անդրադառնալու ենք արդեն Սան Ստեֆանոյի պայմանագրի Բերլինի վեհաժողովի միջոցով հայկական հարցի միջազգայնացմանը։ Դա արդեն հաջորդ թիվ։ Այսօր փաստորեն խոսելու ենք հայկական հարցի միջազգայնացմանը նախորդող գործընթացների մասին։ Հայ ազատագրական շարժման պատմության մեջ միշտ կարևոր տեղ է զբաղեցրել այն հարցը, թե հայկական հարցը երբ է ծագել, ինչ հանգամանքներում, եւ եղել են պատմաբաններ, ովքեր նույնիսկ փորձել են կապել նրա ծագումը հայ ազգի ծագման եւ կազմավորման ժամանակաշրջանի հետ, որը իհարկե չափազանցված մոտեցում է։ Եվ մասնագետների մեծ մասը եկել են ընդհանուր եզրակացության, որ հայկական հարցը արդեն ուշ միջնադարի եւ նոր ժամանակների սկզբի իրողություններով պայմանավորված հայ ազգի ազատագրման ձգտելու մղման հետ է կապված։ Այսինքն, երբ Հայաստանը հայտնվել է մուսուլմանական հողատիրության սկզբունքների համակարգում եւ ընկել է վերջնական օտար տիրապետության պայմաններում, ձգտել է ազատագրվել։ Այս նոր իրողությունների պարագայում իհարկե մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք թուրք-պարսկական տիրապետության հաստատման շրջանին։ Այսինքն, երբ 16-րդ դարից մինչև 17-րդ դարի կեսեր պատերազմներ էին ընթանում եւ 1639-ին Հայաստանը վերջնականորեն բաժանում է երկու պետությունների միջև, Պարսկաստանի եւ Օսմանյան կայսրության, ստացվում է, որ Օսմանյան կայսրության տեսքով սուննի իսլամի կրոնապետության համակարգի ներքո է Հայաստանի մեծ մասը, Արևմտյան Հայաստանը, իսկ Արևելյան Հայաստանը, որ Հայաստանի ամենատաբար ավելի փոքր հատվածներ, շիա իսլամի կրոնապետության, այսինքն Սեֆյան Պարսկաստանի կազմում էր։ Եվ այս երկու պետությունների կազմում հայկական էլիտաները ձգտում էին օրակարգ բերել Հայաստանի ազատագրության հարցը։ Հայաստանի ազատագրության հարցը երկու այս պետությունների կազմում գտնվող Հայաստանի պարագայում մեկ ընդհանուր տեսլականի ուղղությամբ պետք է շարժվեր, այսինքն պետք է վերականգնվեր հայկական պետություն եւ այդ հայկական պետությունը մեծ մասի կարծիքով մեր էլիտաների պետք է լիներ թագավորության տեսքով եւ ստացվում է պետք է պայքար լիներ Հայաստանի պետականության վերականգնման համար ու այս պայքարը պետք է ունենար արտաքին շահակից, այսինքն աջակցող քրիստոնյա պետություն, որովհետեւ սեփական ուժերով դժվար էր գնահատում օրինակ Օսմանյան կայսրության եւ Սեֆյան Պարսկաստանի դեմ կանոնավոր զինված գործողությունների իրականացում, օրինակ ճակատամարտերի մղումը, եթե օրինակ ապստամբություն լիներ եւ փորձեին լիարժեք ազատագրության հասնել։ Ստացվում է, որ հայկական հարցը ի սկզբանե Հայաստանի ազատագրության հարցն է եւ այս Հայաստանի ազատագրության հարցը ունի նաեւ բնականաբար արտաքին աջակցության կարիք, առանց որի հնարավոր չէ հասնել Հայաստանի ազատագրության։ Եվ այն պարագայում, երբ փորձ է կատարվում քննադատել հայ ազատագրական շարժման ուղղությամբ մտքերի առաջացումը նույնիսկ, որ մենք ինչու էինք փորձում ազատագրվել, փորձեինք մնալ Օսմանյան եւ Պարսկական լծի պայմաններում, այստեղ հակադրություն է առաջանում ազգային գաղափարների, պետություն ունենալու եւ չունենալու միջեւ։ Այսինքն, եթե մենք կասկածի տակ ենք դնում հայ ազատագրական շարժման նպատակահարմարությունն առհասարակ, ուրեմն ընդունում ենք, որ կարելի է պետություն չունենալ։ Իսկ սա շատ վնասակար մտածողություն է մանավանդ այն պայմաններում, որ մենք այսօր ապրում ենք պետականության պայմաններում։ Դրա համար հայ ազատագրական շարժման գնահատականների հարցում պետք է շատ զգույշ լինել եւ լիարժեքորեն հասկանալ հայկական հարցը ինչպես այս օրակարգից, Հայաստան պետության վերականգնման օրակարգից
տրանսֆորմացվում, վերափոխվում է այլ օրակարգի, որը հայկական բարենորոգումների ծրագիր պետք է անվանենք։ Սա արդեն 19-րդ դարի իրողությունների հարց է։ 19-րդ դարում տարածաշրջանը հայտնվում է նոր իրողությունների պայմաններում։ Մասնավորապես Օսմանյան կայսրության եւ Պարսկաստանի կողքին հայտնվում է նոր ուժ, ռուսական կայսրությունը, որը աստիճանաբար կարողանում է ընդամենը մոտ 30 տարվա ընթացքում Արևելյան Հայաստանը դարձնել իր մաս, եւ դրանից հետո արդեն մենք գործ ունենք երկու նոր իրողությունների հետ, մեկը այն է, որ Հայաստանի փաստորեն արևելյան մասը ռուսական կայսրության կազմում է, եւ երկրորդը Հայաստանի արևելյան մասում փաստորեն ռուսական իշխանության հաստատմամբ վերածվում է մուսուլմանական իրավական հարաբերությունների այն համակարգը, որով հայերը իրավահավասար չէին մուսուլման քաղաքացիների հետ, ինչը որ կար օրինակ Օսմանյան իրականության պայմաններում։ Եվ բնականաբար սա առաջ էր բերելու հայ էլիտաների եւ նույնիսկ շարքային մեր բնակիչների, մեր հայրենակիցների մոտ մտածողության փոփոխություն։ Մի բան է դու ապրես պայմաններում, երբ որ մուսուլմանական հողատիրության սկզբունքներով զրկված ես տարրական իրավունքներից, անգամ իրավահարաբերությունների դաշտում, ունեցվածքային իրավահարաբերություններում դու գույքի ապահովությունից զրկված ես, նույնիսկ անձի ապահովությունից զրկված ես եւ չես կարող դատավարական իրավունքից օգտվել, եթե մուսուլմանի հետ է վեճը։ Մի բան է, երբ որ օրինակ Օսմանյան իրականության պայմաններում հայերը չէին կարողանում զինվորագրվել բանակ եւ նույնիսկ մտածել անգամ չէին կարող բանակի բարձրագույն սպայական կազմում լինելու մասին, իսկ Արևելյան Հայաստանի պարագայում նրանք նույնիսկ տեսնում են օրինակներ, երբ որ գեներալների պաշտոնների են հասնում ռուսական կայսրության բանակում։ Եվ սովորական փաստորեն շարքային քաղաքացուց մինչև էլիտայի շրջանակներ այս տարբերությունները ակնհայտորեն տեսնում էին։ Բնականաբար ազատագրական շարժման ղեկավարները նաև ֆիքսում են այն հանգամանքը, որ չնայած այս ակնհայտ տարբերություններին, միևնույն ժամանակ ռուսական կայսրությունը չէր դադարում լինել օտար պետություն, այսինքն մենք գործ ունենք նորից Հայաստանի երկու տարբեր պետությունների կազմում գտնվելու հետ, այս գործոնի հետ, բայց իհարկե լրիվ տարբեր իրավահավասարությունների դաշտ եւ բնականաբար հայերի համար Արևելյան Հայաստանում համատաբար ավելի բարվոք պայմաններ էին իրենց ազգային մշակութային գործունեությունը ծավալելու, ազգային ինքնությունը պահպանելու առումով եւ հենց այս պատճառով է, որ հատկապես անձի եւ գույքի երաշխավորության հանգամանքից ելնելով է, որ պատերազմներում, ռուս-թուրքական պատերազմներում սովորաբար հայերի նախապատվությունը, հայկական էլիտաների մեծ մասի նախապատվությունը լինում էր հենց ռուսական կայսրության կողմը։ 19-րդ դարի երկրորդ կեսին տեղի ունենում հետևյալ իրադարձությունները։ 1853-ից 56 թվականներին հերթական մեծ պատերազմն է լինում ռուսական կայսրության եւ Օսմանյան կայսրության միջեւ։ Եվ այստեղ ռուսական կայսրությունը լուրջ առավելություն ուներ։ Նրանք սկզբնական շրջանում պարտության մատնելով թուրքական բանակին արդեն մեծ սպառնալիք էին ստեղծում նրանց համար, որ կարող էին նույնիսկ գրավել Կոստանդնուպոլիսը։ Սա խախտում էր ուժերի բալանսը արևելքում եւ Սևծովյան ավազանում եւ փաստորեն Մերձավոր արևելքում, որովհետեւ նաեւ Արևմտյան Հայաստանում ռուսական բանակը մեծ հաջողությունների էր հասել եւ մխրճում էր Արևմտյան Հայաստանի խորք, եւ այս բալանսը չխախտելու համար մեծ տերությունները որոշում են միջամտել պատերազմին Օսմանյան կայսրության կողմը բռնելով։ Եվ այս նոր իրավիճակում ռուսական բանակի հաջողությունները դժվարանում են եւ ի վերջո 1855 թվականին պատերազմական գործողությունները տեղափոխվում են Ղրիմի թերակղզու տարածք եւ Ղրիմի անունով այս պատերազմը հաճախ կոչվում է Ղրիմի պատերազմ, իսկ ընդհանրապես ավելի ընդունված է այս պատերազմը կոչել Արևելյան պատերազմ, որովհետեւ սա արևելյան հարցի սրացման հետ էր կապված։ Ինչ էր արևելյան հարցը։ Դեռևս 18-րդ դարի վերջից ակնհայտ էր Օսմանյան կայսրության տնտեսական խորը ճգնաժամը, այն համակարգը, որ ստեղծվել էր այս կայսրությունում, ամբողջովին հենված էր նրա վրա, որ ոչ մուսուլման բնակչությունից, նախ եւ առաջ քրիստոնյաներից ահռելի հարկային մուտքեր էին գալիս եւ նաեւ պատերազմների ժամանակ լուրջ հաջողություններ էին ունենում եւ հավաքում էին այդ թալանչիական գործողությունների արդյունքում հսկայական կարողություններ եւ դրանով տնօրինում էին դա եւ պետության ծախսերն էին հոգում։ Մյուս կողմից այդ պատերազմներից եւ տեղերում մուսուլմանական հողատիրության արդյունքում հարկումից
եւ իրենց ցանկացած կամայականության գործադրումից կարողանում էին անհրաժեշտ միջոցներ ձեռք բերել եւ դրանով բավական ուժեղ սոցիալ-տնտեսական ուրեմն հնարավորություններ ունենալ։ Այս իրողությունները 18-րդ դարի վերջում արդեն կանգ էին առել։ Նախ Օսմանյան կայսրությունն այլևս չէր հաղթում պատերազմներում։ Ավելին, նրանք 1768-74, 1787-91 թվականներին սոսկալի պարտություններ կրեցին Եկատերինա II կայսրուհուց։ Ռուսական կայսրությունը գրավեց Սև ծովի արևելյան եւ հյուսիսային ափերի մեծ մասը, Ղրիմ թերակղզին վերցրեց Օսմանյան կայսրությունից եւ բնականաբար ուժերի բալանսը փոխվում էր։ Եվ արևելյան հարցը մեջտեղ է գալիս որպես Օսմանյան կայսրության տարածքների ժառանգորդության հարց, այսինքն ինչ է լինելու նրա արևելյան այն նահանգների հետ, որտեղ որ թուրքական բնակչությունը մեծամասնություն չի կազմում, ինչ է լինելու նրա բալկանյան տարածքների հետ, որտեղ բնականաբար եւս մուսուլման տարը փոքրամասնություն էր, եւ այս հարցերը բնականաբար գտնում էին արտաքին շահագրված կողմ։ Խոսքը իհարկե ռուսական կայսրության մասին էր, որը տարածաշրջան էր մուտք գործում եւ իրեն դիրքավորում էր իբրև նախև առաջ բալկանյան ժողովուրդների շահերի պաշտպան։ Այսինքն բալկանյան ժողովուրդների մեծ մասը սլավոններ էին եւ դրան գումարած նրանց մեծ մասը նաեւ ուղղափառ քրիստոնյաներ էին, այսինքն ինչպես ռուս ուղղափառ եկեղեցու պարագայում ռուս հասարակության մեծ մասը ուղղափառներ էին, բնականաբար առաջանում էր թե էլիտաների եւ թե շարքային բնակչության շրջանում կարեկցանքի զգացողություն բալկանյան ժողովուրդների նկատմամբ եւ բնականաբար դա բերվում էր պետական գաղափարախոսության աստիճանի եւ ռուսական կայսրությունը բնականաբար հայտարարում էր այն մասին, որ բալկանյան ժողովուրդների շահերի պաշտպանությունը իր համար առաջնահերթություններից մեկն է։ Սրա միջոցով իհարկե հրաշալի հնարավորություններ էին ստեղծում ռուսական կայսրության աճող ազդեցության պայմաններում ընդարձակել նրա սահմանները բալկանյան ուղղությամբ կամ եթե նույնիսկ հենց սահմանները չեն ընդարձակվում, այս ժողովուրդների ազատագրման կամ ինքնավարության կամ թագավորությունների վերականգնման ճանապարհով փաստորեն ռուսական կայսրության ազդեցությունը Բալկաններում տարածելու այս գործընթացը դառնում է ակնհայտ մի շրջափուլ, որը բնականաբար պետք է անտարբեր չթողնի նաև հայերին։ Այսինքն հայերը տեսնում էին ինչ գործընթացներ են գնում Բալկաններում եւ քաջ գիտակցում էին, որ ռուսական կայսրությունը նաև Արևմտյան Հայաստանի տարածքում գործողություններ է իրականացնելու, որից եւս պետք է հայկական շրջանակները փորձեին օգտվել։ Եթե համատում ենք բալկանյան օրակարգը կովկասյան օրակարգի հետ, ինչպես ռուսական էլիտաներն էին դիտարկում հայկական գործոնը կովկասյան ընդհանուր գործոնի մեջ, այստեղ պետք է ուշադրություն դարձնենք մի քանի հանգամանքների վրա։ Նախ եւ առաջ այստեղ ռուսական կայսրությունը արդեն շուրջ կես դար պատերազմ էր մղում կովկասյան լեռնականների դեմ, այսինքն Կովկասում, որտեղ դոմինանտ էր իսլամը, այդ տարածքներում հաստատվելու համար, խոսքը իհարկե Հյուսիսային Կովկասի մասին է, որը խայտաբղետ ազգային կազմ ուներ եւ մինչ օրս էլ բավականին խայտաբղետ թե կրոնական, թե ազգային կազմով եւ թե լեզվական կազմով շրջան է։ Եվ այս տարածքներում ռուսական կայսրությունը ցանկանում էր լիարժեքորեն հաստատվել եւ վերջնական դուրս մղել Օսմանյան կայսրության որևէ ազդեցություն, լինի դա քաղաքական, թե նույնիսկ կրոնական ազդեցություն այստեղից։ Եվ այս պարագային մենք պետք է ուշադրություն դարձնենք մի հետաքրքիր գործընթացի վրա։ Ռուսական կայսրությունը ի վերջո կարողանում է կովկասյան երկարատև պատերազմի արդյունքում հաստատվել եւ վերջնական իր տիրապետությունը հաստորեն հաստատել Հյուսիսային Կովկասում, դուրս մղելով այստեղից Օսմանյան կայսրության քաղաքական ազդեցությունը։ Այս պարագային թվում է, թե այս ազդեցության տարածումը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ հայկական հարցի հետագա ճակատագրում, բայց տեղի ունենում հետևյալը։ Այստեղի բնակչության մի մասը չի ընդունում քրիստոնյա տիրակալի գոյության հանգամանքը, այսինքն որ իրենք պետք է ենթարկվեն ռուսական կայսրությանը, որի տիրակալը ուղղափառ քրիստոնյա է։ Եվ նման իրավիճակում հիմք ընդունելով Օսմանյան կայսրության առաջարկը, նրանց մի մասը տեղափոխվում է Օսմանյան կայսրության տարածք։ Օսմանյան իշխանությունները այս բնակչությանը, որոնց ընդհանրական չերքեզներ էին անվանում, բայց շատ խայտաբղետ կազմ ուներ,
աբխազներից մինչև նույնիսկ չեչենական, դաղստանյան տարբեր էթնիկ հանրությունների խմբեր էին այստեղ ներկայացված, նրանց փաստորեն վերաբնակեցնում է Օսմանյան կայսրության տարածքում, նրանց մի մասին, ովքեր որ հրաժարվել էին ընդունել ռուսական կայսրության տիրապետությունը պատերազմում պարտվելուց հետո։ Եվ այս մարդկանց մեծ մասին բնականաբար հայկական բնակարարերում են տեղավորում Օսմանյան իշխանությունները։ Սա իհարկե մի կողմից ռուսական կայսրության սահմանին մոտ ռուսական կայսրությանը թշնամաբար տրամադրված էլեմենտ տար տեղավորելու քաղաքականության մեջ էր մտնում, մյուս կողմից այդ բնակչությանը պետք է տրվեին որոշակի տնտեսական հնարավորություններ եւ որպեսզի պետությունը այդտեղ ծախսեր չաներ, փաստորեն հայ բնակչության շահագործման բեռը դրվում է նրանց վրա, այսինքն նրանք կարող էին ազատորեն տնօրինել նաև հայ բնակչության հետ կապված որոշակի իրավունքներ եւ դա իհարկե թե հարկատվության, թե պարհակների, այսինքն հարկադիր աշխատանքների հետ էր կապված, այսինքն հայերի դրությունը ավելի էր վատանալու։ Սա արդեն իհարկե 1860-ականների իրողություններ էին, բայց վերադառնալով Ղրիմի պատերազմի թեմային, 1856 թվականի մարտի 30-ին ռուսական կայսրությունը ստիպված է լինում ստորագրել ծանր պայմաններով Փարիզի հաշտության պայմանագիրը, որով զիջում է աստորեն իր կողմից գրաված բոլոր տարածքները, այդ թվում Արևմտյան Հայաստանում իրենց հաջողությունները, նույնիսկ կարս էին մինչև հասել ռուսական զորքերը, այս ամենը ստիպված են լինում հանձնել, որպեսզի պահպանեն Ղրիմի թերակղզին, մասնավորապես իրենց ամենամեծ ռազմածովային բազա Սևաստոպոլը, բայց ստիպված էին վերացնել Սևծովի ափին ռազմական բոլոր ամրությունները։ Սա Ռուսաստանի համար ռազմավարական մեծագույն ձախողում էր եւ բնականաբար ռուսական կառավարությունը ձգտելու էր փոխել իրավիճակը մոտ ապագայում։ Այս նոր իրավիճակում ռուսական կայսրությունը տարիներ շարունակ գտնվում է որոշակի պատժամիջոցների տակ։ 16 տարի ռուսական դիվանագիտությունը աշխատում է, որպեսզի դուրս գան Ղրիմի պատերազմից հետո ստեղծված սահմանափակումներից եւ միայն 1870-ականների սկզբին նրանք փոխում են իրավիճակը, կարողանում են մեծ պետությունների հետ բանակցությունների շնորհիվ փոխել այս ռեժիմը, այս սահմանափակումները եւ սկսում են Սևծովի ափին արագ ստեղծել ռազմական ենթակառուցվածքներ։ Այս ընթացքում ռուսական կայսրությունը զգալիորեն նախապատրաստել էր իր տնտեսությունը Օսմանյան կայսրության դեմ նոր պատերազմի եւ հարմար առիթ էր իհարկե այս ամենի համար պետք եւ այդ հարմար առիթը եղավ նորից Բալկանյան օրակարգը։ 1870-ական թվականների կեսերին Բալկանյան թերակղզում սկսում է նորից մեծ դժգոհություն Օսմանյան կայսրության քաղաքականության նկատմամբ։ Այս դժգոհությունները դրսևորվում են թե Ռումինիայում, թե Բուլղարիայում եւ թե հարավային սլավոնների շրջանում։ Եվ այս դժգոհությունների արտահայտությանը բնականաբար ռուսական հանրությունը դրսևորում է մեծ հետաքրքրություն եւ աստիճանաբար հանրային պահանջ է ձևավորվում, թե անհրաժեշտ է աջակցել բալկանյան ժողովուրդներին եւ սկսվում է կամավորական մեծ շարժում։ Օսմանյան իշխանությունները որոշում են արյան մեջ խեղդել բալկանյան ժողովուրդների իմբոստությունը եւ մասնավորապես Բուլղարիայում տեղի ունեցած արյունահեղություններից հետո նույնը իրականացնում են նաեւ մյուս հատվածներում եւ Սերբիան եւ Չեռնոգորիան այս գործողություններում սոսկալի ձախողումներ են ունենում օսմանյան բանակներից եւ բնականաբար այս նոր իրավիճակում, երբ որ ակնհայտ էր, որ բալկանյան ժողովուրդները սեփական ուժերով չէին կարողանում հասնել հաջողության, ռուսական կայսրության պահանջով 1876 թվականի դեկտեմբերին Կոստանդնուպոլսում հրավիրվում է եվրոպական պետությունների դեսպանությունների ընդհանուր ժողով։ Այստեղ առաջարկում է Օսմանյան իշխանություններին դադարեցնել նմանատիպ գործողությունները եւ քննարկել այս ժողովուրդներին ինքնավարություն շնորհելու հարցը։ Բնականաբար այս հարցը մերժում է Օսմանյան իշխանությունների կողմից, արդեն հունվար ամսին պատասխանը ստանալով ռուսական կողմը պատրաստվում է պատերազմի եւ 1877 թվականի ապրիլին սկսվում է ռուս-թուրքական հերթական պատերազմը։ Ի տարբերություն նախորդ պատերազմների ռուսական կայսրությունն այս անգամ երկու ռազմաճակատներում էլ, Բալկաններում էլ, Կովկասում էլ ավելի մեծաքանակ զորք էր կենտրոնացրել, քան թուրքական բանակներ։ Եվ շատ արագ հաջողությունների է հասնում, Բալկաններում նրանք զբաղեցնում են Ռումինիայի եւ Բուլղարիայի տարածքը, հասնում են մինչև Կոստանդնուպոլսի մատույցներ, իսկ Արևմտյան Հայաստանում
Այստեղ բավական արագ ռուսական բանակը հասնում է մինչև Կարս, նոյեմբերի 6-ին գրավում է Կարսը, իսկ արդեն հաջորդ տարվա փետրվար ամսին հասնում է Էրզրում, այդտեղ էր գտնվում թուրքական արևելյան բանակի գլխավոր հրամանատարի շտաբը եւ այստեղ փաստորեն գրավելով ռուսական բանակը վճռում է պատերազմի հետագա ելքը։ Ակնհայտ էր, որ թուրքական կողմը կանգնած էր մեծ, այսպես փլուզման եզրի առաջ, դրա համար նրանք եվրոպական մյուս պետություններին են դիմում, մասնավորապես Անգլիային եւ Ավստրո-Հունգարիային, որպեսզի նրանք միջամտեն եւ այս պետությունների գործուն միջամտությամբ ռուսական կողմը համաձայնվում է թուրքերի կողմից առաջ քաշված բանակցությունների օրակարգին եւ սկսվում են բանակցություններ Կոստանդնուպոլսի Սան Ստեֆանո արվարձանում հայ Ամիրա Առաքել Դադյանի ամառանոցում։ Երբ քննարկում ենք 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմի կովկասյան եւ բալկանյան ճակատները, այստեղ կան ակնհայտ տարբերություններ։ Բալկանյան հատվածում սլավոնական ժողովուրդների հանգամանքը ռուսական հասարակության մեջ առաջ էր բերել նաեւ կամավորական մեծ շարժում, այսինքն այստեղ թե կանոնավոր բանակներ եւ թե նույնիսկ ավելի վաղ այս ժողովուրդներին միացած կամավորական մեծ շարժումներ։ Իսկ արևելյան Հայաստանից դեպի Արևմտյան Հայաստան անցումը նույնիսկ հայերի պարագայում միայն հնարավոր էր պատերազմական գործողությունների այն փուլում, երբ որ կանոնավոր ռուսական բանակ կար, եւ բնականաբար այլադավան հայերի եւ ոչ սլավոն հայերի համար ռուս հասարակության մեջ չէր լինելու կամավորական շարժում, այստեղ կռվելու էր կանոնավոր ռուսական բանակը։ Եվ պատերազմի այս տրամաբանությունը ի սկզբանե պատկերացնելով ռուսական հրամանատարությունը Արևմտյան Հայաստանում հետևյալ հետարքիր մոտեցումն է ցուցաբերում։ Բանակային գործողությունները ղեկավարողների մեջ նշանակվում են հայեր, 10 գեներալներ եւ 500-ից ավելի այլ սպաներ, ազգությամբ հայեր, ռուսական բանակի գործողություններն են ղեկավարել։ Մասնավորապես Կովկասյան կորպուսի հրամանատարը հենց Միխայիլ Լորիս Մելիքովն էր, հայ։ Այստեղ կային հայ նաեւ այլ գեներալներ, օրինակ Հակոբ Ալխազովը, Հովանես Լազարևը, Արշակ Տեր Ղուկասովը եւ նաեւ Շելկովնիկովը եւ այլ գործիչներ։ Եվ այս պարագայում իհարկե արևմտահայերի մոտ, շարքային արևմտահայի մոտ նույնիսկ առաջանում էր այն մտայնությունը, ինչպես կարող է ռուսական բանակի հրամանատարները նույնիսկ հայ լինեն, իսկ իրենք Օսմանյան կայսրության պարագայում նույնիսկ շարքային զինվոր չեն կարող լինել։ Եվ բնականաբար այս հանգամանքն էլ նպաստում էր, որ ռազմական գործողությունների ժամանակ հայ շրջանակները որոշակիորեն աջակցեին ռուսական զորքի գործողություններին։ Եվ բնականաբար, երբ որ պատերազմը ավարտվում է, օրակարգ է բերվում հետևյալ հարցը. եթե ռուսական զորքը մնալու է զբաղեցված տարածքներում, դա այլ հարց է, եթե նրանք հեռանալու են այդ տարածքներից, մեկ այլ հարց է։ Եվ բնականաբար այս պարագայում պետք է քննարկվեր ինչ է լինելու զբաղեցված հայկական տարածքների հետ, եւ այս օրակարգը քննարկվում է բնականաբար Սան Ստեֆանոյի հաշտության բանակցություններում։ Սան Ստեֆանոյի բանակցությունների խնդրին մենք կանրադառնանք արդեն մեր հաջորդ հաղորդման ժամանակ, երբ կքննարկենք Սան Ստեֆանոյի եւ Բերլինի պայմանագրերում հայկական հարցի ճակատագիրը եւ ինչպես հայկական հարցը արդեն դարձավ միջազգային հարաբերությունների խնդիր։ Իսկ այսօրվա մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին, կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր պատմությունը հաղորդաշարի եթերում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։